Անում, բայց մենք չենք վախենում, դուք էլ չվախենաք։ Հիմա ցանկանայի պատասխանել ձեր հարցերին։ Հարցս վերաբերում է մեր հայրենիքի անվտանգությանը։ Վերջերս իշխանությունը մի այսպիսի կեղծ օրակարգ առաջ բերեց, որ եթե ազգաբնակչությունը չընտրի իշխանական թևին, նրանք չվերընտրվեն, լինելու է պատերազմ, սկսվելու է պատերազմ, մինչև անգամ այդ թվացյալ պատերազմի ամիսը նշեցին։ Ձեր կարծիքը այդ թեզի, վտանգավոր թեզի կապակցությամբ։ Այդ հարցին ես արդեն պատասխանել եմ, սեպտեմբերին չի լինելու պատերազմ, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինելու։ Հնալիևը զարթնում է, մի հատ փռշտում է, էսի վախենում է։ 3 անգամ արդեն լավ ծեծել է, աչքը վախեցրել է, երբ ուզում է մի հատ հայտարարություն անում, մեր ղեկավարը վազելով թմբուկ է նվագում, փոխանակ մի հատ տղամարդկությունը հավաքի, մի հատ պատասխանի։ Դրա համար էլ ծեծում են, դրա համար էլ պատերազմ են, դրա համար աչքները դնում են Սյունիքի վրա, դրա համար ուզում են 300,000 ադրբեջանցիներին բերեն լցնեն Հայաստան։ Դրա համար մենք ասում ենք ոչ, չի լինելու դա։ Ձեր ծեծված ղեկավարը գնալու է տուն, նորմալ մարդկանցով մենք ձգելու ենք մեր մեջքերը, մենք չենք վախենալու, ոչ մեկից չենք վախենալու, մենք ճիշտ հարաբերություններ ենք ստեղծելու մեր դաշնակիցների հետ, ովքեր մեր կողքին են լինելու, ցանկացած վտանգից մեր կողքին են լինելու, դրա համար դուք հանգիստ եղեք, մենք կարող ենք ծեծվել միայն Փաշինյանի դեպքում, ուրիշ տարբերակ չկա, հենց մենք հաղթեցինք, նույն օրը դուք կզգաք, բոլորի ախորժակները ընկնելու է իրանց տեղը, դեռ մենք ոչինչ չենք անելու դրա համար, որտեղ բոլորն էլ գիտեն, որ մենք ծեծվող չենք։ Մենք լորի մարզով, Վանաձորով վստահում ենք ձեզ, առաջնորդեք մեզ։ Շատ շնորհակալություն։ Ես ասեցի, Լոռու մարզի հաղթանակը ինձ համար շատ կարևոր է։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Անչափ երջանիկ եմ։ 10 ամիսների մեր տառապանքից հետո ձեզ հետ միասին 10 ամիս տառապել ենք։ Դուք մեր լեգենդն եք, ազգային լեգենդը, ազգային հպարտությունը։